Միվարկյան, վարչապետը տերոր անում, ոնց է դա արտահայտում։ Տեսեք, ոչ միայն վեհապարի դեմ, այլև եկեղեցու։ Իր տիկնոջ հետ է տերոր անում, Աննա Հակոբյանի։ Ոնց է տերոր անում, բացատրեք։ Առավոտից երեկո Դարը մթերք Ինչ։ ճնշում է սրբազաններին, Ինչով է ճնշում։ քերակնոջների Ինչով է ճնշում։ հոգեբանական ցավ է Նախ ես հորդորում եմ ոչ ոքի չտիրախավորել սրբազանի քերակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում չունի։ Երկրորդը, ես ձեզ բոլորիս հարց եմ տալիս։ Մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք։ Մի վարքյան, այստեղ խնդիրը միայն վեհապարը չի, եկեղեցին է թիրախավորված, որովհետև սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը գրում է մանկապիրտ հոգևորականների մասին։ Օրինակ ով է այդ մանկապիրտ հոգևորը։ Հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն մանկապարտությունը հանցագործություն է, ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ կամ Նիկոլ Փաշինյանին կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պատգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է, որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում։ Հոգևորականներն են վարկաբեկում, կոնկրետ մանկապիրտի անուն ասեք, կոնկրետ քերակնոջ անուն ասեք։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ պատգամավորին վարկաբեկելը, պատգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Օդից կախված հանցագործությունների մեղադրանքներ են Եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտիժ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս լինելու հետ։ 7 տարի հետո եք բարձր այդ ամենը։ Մի քանի ամիս առաջ Նորոշնիկի արողությանը գնացին, դուք եւս ներկա եք, Նիկոլ Փաշինյանը եւս։ Այդ ժամանակ այդ հարցերը չկար եւ այդ հարցերը առաջացավ, երբ որ այդ ժամանակ այդ հարցերը Փաշազադը Միվարկյան էլ ախր լավ էլի, դուք չեք հոգնել ձեր բան, Փաշազադը խոսած։ Իսկ դուք որ խոսում եք կարող է բանա նույն օտարեր Միվարկյան, իսկ զուգադիպությունն է, որ համ դուք եք նման հարց տալիս, փորձում եք կապել տեղի ունեցողը Ադրբեջանից եկող հրահանգների հետ, համ դրա մասին խոսում է Բագրատ arczepiskopos Գալստայանը, որը օրերս, ոչ թե օրերս, այլ մի շաբաթ առաջ մոտարապես հրապարակավ հայտնել է, որ իր հետ կապվել են օտարերկրյա ուժային թողեք ավարտեն։ Իր հետ կապվել են օտարերկրյա ուժային կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք իրեն ասել են, որ եթե դուք չհեռացնեք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում Սոդոր Գոմոր է տիրելու։ Հիմա Միվարկյան, ձեր ու ինքն էլ ասում, որ բանա Փաշազադեի ասածից Միվարկյան եւ Բագրատ arczepiskopos Գալստյանն էլ ասում, որ իշխանության ներկայացուցիչների կողմից քննադատությունը առ կուսակրոնությունը չպահող եկեղեցականներ դրդված է Ադրբեջանից։ Հիմա ես կարող եմ ասել, որ դուք եք մոտարապես նույն տոնայնության մեջ հարց տալիս, կարող եմ ասել, իսկ գուցե դուք եք ուժային կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպել։ 7 տարի շարունակ այդ հարցը չի Իշխանությանը 7 տարի այս հարցը չի կոնսպիրոլոգիա է, չէ՞, դեր ես խորհուրդ եմ տալիս, դուք էլ չզբաղեք։ Հիմա դա ինչու 7 տարի Ես չէի խոսում, Բագրատ arczepiskopos Գալստանյանը ինքը ինքնախոստովանություն է արել։ Իդեպ ձեզ Միվարկյան, իդեպ ձեզ, սիրելի լրագրողներ, բոլոր լրատվամիջոցներ, եթե դուք ձեզ համարում եք իրոք անաչառ լրատվամիջոցներ, ես կասկած չունեմ բացարձակ դրա վերաբերյալ հավլիցի, եթե դուք համարում եք ձեզ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներից, ես խնդրում եմ Բագրատ arczepiskopos Գալստյանին տվեք հետևյալ հարցը, թե որ երկրների
ուժային կենտրոն արտահայտություն, իր արտահայտությունը ես չեմ հորինել, որ երկրների ուժային կենտրոններն են իր հետ հանդիպել, ինչ ուժային կենտրոններ են դրանք, օրինակ չգիտեմ, հատուկ ծառայություններ են, հետախուզական ծառայություններ են, պաշտպանության նախարարություններ են, չգիտեմ ինչեր են, հարցեր են, եւ որ երկրների ծառայություններն են դրանք, ինչ են իրենք ասել իրեն, եւ արդյոք ինքը չի համարում, որ խնդրահարույց է, երբ որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, որը նաև զբաղվում է քաղաքականությամբ, որը իրեն հռչակել էր վարչապետի տեխնացու, իդեպ այս մասը նկատեցիք, վարչապետի տեխնացուն ոնց որ փոխվեց։ Սրբազաններ, հետո խեր Սրբազանին ասեցին դե լավ, քեզ մոռացանք, հիմա բան, Մասիսի քաղաքապետին։ Խնդրում եմ այդ հարցերը կտակ։ Մի վարքան, իսկ դուք կարծում եք, որ դուք բոլորդ անդադ կարող եք թեման շեղել, իսկ ես չեմ կարող։ Հիմա վերադարձանք Դուք գնացել եք օրինակ Փաշինյանի հայտարարություններից հետո գնացել եք Մայրաթոր, որևէ եկեղեցի տեսել եք մարդկանց հոսքը, թիվը, որևէ մեկը հասարակ քաղաքացի վեհապարին հարցեր ուզում։ Միայն Փաշինյանն ու իր տիկինները եկեղեցի։ Բայց ես շատ ուրախ եմ, որ հոսք կա դեպի Մայրաթոր, որովհետև եթե ձեր մտքում մեր իշխանությունը հակաեկեղեցական է, դա միայն ձեր մտքում է։ Հասկանում եք։ Կապ ուներ Ուր։ Ով ասեց ձեզ։ Բայց ով ասեց ձեզ, որ իշխանության ներկայացուցիչները դուք գնում եք պատարակի ամեն օր։ Ամեն օր չեմ գնում, բայց պատարակների Ամեն պատարակի գնում եք։ Լավ մի բան ձեզ Հա, ու դուք կարծում եք, որ այն եկեղեցին, որտեղ դուք գնում եք։ Չէ, մի վարքան, որ եկեղեցի եք դուք գնում։ Որ եկեղեցի եք գնում։ Չէ, դուք ասում եք ես գնում եմ պատարակին եւ չեմ տենում իշխանության ներկայացուցիչների։ Գնում եք որ ժամանակ, երբ որ քաղաքը Իսկ դուք որտեղ հրապարակային չեք տեսնում։ Մի եկեղեցում կամ մի տաճարում, կարող ինքը մյուս եկեղեցի ա գնացել։ Նկատի ունեմ, գնացել ա ոչ թե ասենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այլ ասենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։ Կարող է։ Կանոնը ասում է, որ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու գլուխը վեհապար հայրապետը պիտի լինի կուսակրոն։ Դա ես չեմ ասում, դա ասում է եկեղեցական կանոնն է եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ եկեղեցու գործունեությունը համապատասխանի այդ կանոնին։ Մենք ունենանք վեհապար հայրապետ, որը չի խախտել կուսակրոնության ուխտը։ Իսկ հիմա նորմալ ցանկություն հետևի չանսա վարչապետի հորդորին վեհապարտ է։ Փաշինյանը ուղիղ ասում է, որ վեհապարը անառակ է։ Կիսում եք իր այս դիրքորոշումը։ Ես ասացի իմ դիրքորոշումը, որ նա իմ դիրքորոշումը հետևյալն է։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ սրբակրոնության ուխտ տված անձը պիտի հետևի իր ուխտին, եւ եթե չի հետևում, ինքը չպիտի զբաղեցնի եկեղեցական դիրք, որի համար պայման է, պարտադիր, որ ինքը պիտի լինի։ Հենց այդտեղ տեղավորվում, որ այդ հասկացել են հետևում եկեղեցականներին հետ թեմային ինչպես կարձագանք է։ Ասում եք, որ հետևեք եկեղեցականների արձագանքին այս թեմային։ Սա նշանակում է, որ վարչապետը չի զբաղվելու այդ իր 10 հոգանոց համակարգով։ Այսինքն ինքը հանելու է կաթողիկոսին հանելու օրակարգը մնում է իր առաջնահերթությունը։ Ախր ժողովուրդ ջան, հասկանում եք, մեր եկեղեցու գլուխը, որը պիտի լինի կուսակրոն։ Կուսակրոն չի։ Ուրիշ բան եմ Կրկին, քանի որ ես վստահ եմ, որ դուք բոլորը շատ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ եք։ Խնդրում եմ հարցրեք եկեղեցու որևէ ներկայացուցիչ ընդդիմադիր։ Հարցրեք, ասեք ժողովուրդ ջան, ինչի չեք ասում, որ չէ, այդպես չի։ Դա ձեզ համար է օրակարգ, քաղաքացիների համար օրակարգ է, որ հեսա Սյունիքում կարա պատերազմ լինի, պայմանավորված նաև Իրանում տեղ ունեցած իրադարձություններով, քաղաքացիների համար միջև հիմա օրակարգ է, որ 5000 զոհ է ձեր իշխանության ժամանակահատվածում եղել։ Այսինքն դուք է, որ պիտի որևէ մեկի բարոյական արժեքից խոսեք։ Բայց եթե քաղաքացիների համար սա չի օրակարգը, կարող եք ինձ բացատրել, ինչի եք Դուք բոլորը դրա մասին հարց եք ինչի եք ինձ հարց տալիս դրա մասին։ Որտեղ դուք պիտի պատասխանատվություն կրեք նաև ձեր արտահայտած Հիմա հարց եմ ձեզ։ Բոլոր ինստիտուտները ոչնչացնելով գնում։ Լսում եմ, ես համբերատար լսել եմ ձեզ, չմտածեք։ Չէ, բայց մի վարքան, էլի, դուք ասում եք հարության համար դա չի օրակարգը։ Ինչի եք ինձ դրա մասին հարց տալիս։ Ես եկա ձեզ ասեցի, ես եկա ձեր մոտ բացեցի բան կաթողիկոսի թեմա, չէ։
Դուք ինձ այդ հարց տվեք։ Չտակ Ժողովուրդ ջան, դիտո։ Որովհետև մեզ համար դուք պիտի քաղաքական պատասխանատվություն ունենաք Իսկ ձեր ասած մնացած հատվածներով բան ինչ ասեցիք, ասեմ այդ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ձեր լրատվամիջոցի եւ ձեր քաղաքական ղեկավարն է։ լրատվամիջոցները ես եմ։ Ուրեմն դուք եք։ Ես քաղաքական։ Ուրեմն դուք եք։ Իսկ գիտեք ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ես կարծում եմ մենք բոլորս իրավունք ունենք դա իմանալ։ Ես իրավունք ունեմ իմանալ։ Բայց ի՞նչն է ձեզ խանգարում որ հիմա։ Խնդրում եմ ինձ ասեք New Day լրատվամիջոցը ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասեք։ Քաղաքացիները, Ով։ իմ ընկերները, քաղաքացիները, Ովքեր, ո՞նց է։ իմ ընտանիքը։ Այդ հիմա մի քանի տարբեր բան ասեցիք։ Ձեր Ասում իմ ընկերները ընկերները, քաղաքացիները եւ իմ ընտանիքը բաց է։ որ խնդրեմ հետո կուղարկեք ինձ ձեր Հարցում արեք գրավոր, հարցում արեք գրավոր ուղարկեմ։ Համարում որ հարցումը արեցի։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է։ Լրատվամիջոցները հաշվետվություն են։ Դարձեք օրակարգ, դարձեք օրակարգ։ Ինչ։